Ողջույն, Կորզալարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձների հետ հայրենադարձության մասին։ Այսօրվա մեր հյուրն է Ինես Անելսիսյան Ռոբինյան, ողջույն Ինեսո ջան։ Ողջույն, շնորհակալ եմ։ Դուք եկել եք Շվեդիայից։ Այո։ Երբ եք հայրենադարձել ու ինչն է պատճառը։ Ես Հայաստանում տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Պատճառը եղել է այն, որ իմ գնալուց հենց այդ օրվանից Այստեղ եք ծնվել։ Այստեղ եմ ծնվել։ Դասեք, հա։ Հայաստանում եմ ծնվել Մեծամորում, Մեծամոր քաղաքում եւ 2008 թվականին մարտի 1-ին մենք տեղափոխվել ենք Շվեդիա։ Ես, քույրիկս եւ մայրիկս եւ այդ գնալու օրվանից ես նախապատրաստվել եմ հետ վերադառնալու։ Չնայած 13 տարեկան էի, բայց ես ինքս իմ մեջ որոշել էի եւ գիտակցում էի, որ ես պետք է Հայաստանում ապրեմ ապագայում, բայց միևնույնն է գիտակցում էի, չնայած շատ փոքրիկ էի, որ պետք է Հայաստան վերադառնալ գիտությամբ, աշխատանքով եւ կարողանալ պետությանը օգտակար լինել։ Մայրիկն ու քույրիկը համաձայն են այս մտքին։ Իհարկե համաձայն չէին, որովհետեւ կարծում եմ ցանկացած ծնողի համար կարեւոր է, որ քո երեխան լինի ապահով երկրում, ստանա կրթություն եւ այն բոլոր բարիքները, որ պետությունը կարող է առաջարկել, եւ իհարկե միայնակ աղջկա համար տեղափոխվել ցանկացած երկիր, անգամ եթե դա հայրենիքն է, իրենց համար դժվար էր պատկերացնելը, բայց արդեն 2.5 տարի այստեղ եմ եւ քիչ-քիչ համակերպվում են այդ որոշման հետ, որ հետ վերադառնալ էլ չկա։ Դուք շատ համոզված եք որստորը։ Այո, շատ տարօրինակ է, բայց գուցե խոսենք սրա մասին, որ հենց տեղափոխվելուց անգամ այստեղ տեղացիները շատ անգամ հարցնում են, բայց ինչի ես եկել։ Միշտ կա այդ։ Միշտ կա։ Այդ մարդիկ կան, գիտեք, ես նույնիսկ Ավստրիայում եմ ապրում, միշտ մարդ կա, որ չի սիրում այդ երկիրը, որ ինքը ապրում է իր կյանքը։ Ավստրիայից զարմանալի իմ համալսարանի ընկերներ ունեի, որ ուզում էին Ամերիկա գնային, չգիտես ինչի, մարդ կար ուզում էր նույնիսկ Աֆրիկա գնալ ապրել։ Մարդ կա, որ այդ ցանկությունը չունի այդ դան մեջ ապրելու, որտեղ որ է։ Դրա համար ես չեմ զարմանում շատ ժամանակ, նույնիսկ 10-20 տարի վերջ որ լավակույն Հայաստանը ունենանք, էլի մարդ կա որ գուզենա գնալ։ Այդ մոդեցում է կյանքի ու հայրենիքը որպես դուն չնկատելու այդ մոդեցումն է, չգիտես որտեղից է եկած, բայց այդ դրա մասին չենք խոսում այսօր։ Դուք 13 տարեկան եք ասեցիք։ Այո։ Ու այդ 13 տարեկանին դժվար է միջավայր փոխելը, ինչ որ էլ լինի։ Դուք բայց էիք մի միջավայրում որ մարդիկ նախանձում էին որ վա Եվրոպա եք գնում, բայց դուք գնացիք այնտեղ ինչպես էր այսինքն այստեղի ընկերները ոնց էին այնտեղ կացիք առաջին բահին ոնց են ընկերության հասկացողությունը։ Այստեղից հեռացել եմ շատ դժվարությամբ ու այդքան հստակ չէի պատկերացնում ուր եմ գնում, ինչու եմ գնում, շատ դժվարությամբ եմ հաջողություն մաղթել իմ ընկերներին, ուսուցիչներին, դպրոցին եւ չէի պատկերացնում ինչքան ժամանակով եմ գնում, այդպես էլ ասեմ, դե 13 տարեկանի համար դժվար է հասկանալը, բայց Շվեդիայում առաջի տարիները իհարկե շատ դժվար են, որովհետեւ դու միանգամից գիտակցում ես, որ պետք է ասիմիլացվես, լեզուն սովորես շատ արագ եւ կապ չունի, եթե դու անգլերեն ես խոսում, եթե դու այդ երկրի լեզուն չես տիրապետում, բնականաբար դու դաշտից դուրս ես մնում։ Ու իմ ընտանիքի համար շատ կարևոր էր, որ շատ արագ սովորել լեզուն, ընդունվել համալսարան, չգիտեմ, high school այնտեղ եւ այլն, մայրս բժիշկ է եւ միանգամից աշխատանքի անցավ լեզուն սովորելուց հետո ու հասկացա, որ տեսեք անգամ եթե ես ունեի այդ պատկերացումը, հա, հենց գնալուց, որ ես եկել եմ, որ սովորեմ եւ հետո հետ վերադառնամ, տարիների ընթացքում, քանի որ այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ, չկար որպես այդպիսին համայնք, չկար որպես այդպիսին եկեղեցի, չկար որպես այդպիսին դպրոց, այդ 3 հիմնական կառույցները, որը պետք է, որ դու կարողանաս մնաս հայ, ես զգում էի, որ օրեցօր ես մոռանում էի հայերենը, ես մոռանում էի ինչ է լինել հայը, ես մոռանում էի նպատակի մասին եւ ինչ որ ժամանակ անց ես զգացի, որ ես ուղղակի ասիմիլացվել եմ եւ դարձել եմ շվեդ։ Որ քաղաքն է։ Գոտեբուրգ քաղաքում։ Գոտեբուրգը։
Ամեն ինչ փոխվեց, երբ ես տեղափոխվեցի Ուպսալա քաղաք, ու այստեղ ես կցանկանամ նկարագրել, բացատրել այդ համայնքային կյանքը ինչ է նշանակում, եւ ամեն ինչ սկսեց իհարկե 2020 թվականի պատերազմով, երբ ես բացահայտեցի, որ իմ շենքից մի քանի մետր այն կողմ փաստորեն կար հայկական համայնք, դպրոցով, որի մասին տեղյակ չէի, որովհետեւ 10 տարի այդ համայնքը չէր գործել։ Եվ իհարկե այդ օրերի ընթացքում համախմբվեցինք, սկսեցին նոր ծրագրեր, ամեն ինչ անում ենք, որպեսզի օգտակար լինենք Հայաստանին եւ Արցախի ժողովրդին, եւ հետո արդեն շարունակվեց այդ աշխատանքը։ Սրանով ինչ եմ ուզում ասել, որ շատերս ուղղակի տեղյակ չենք այն կառույցների մասին, որոնք գործում են այդ երկրում, բայց միևնույն է, անգամ Ուպսալայում, որտեղ ամենահին հայկական համայնքն է ստեղծվել եւ դեռ կա Շվեդիայում, միևնույն է մենք չունենք ամբողջական որպես այդպիսին աշխատող եկեղեցի կամ դպրոց կամ համայնք, այսինքն եթե ամեն ինչ կիսատ է, ես դրա համար շատ դեպքերում նախանձով եմ խոսում օրինակ իմ կանադացի ընկերների հետ, ֆրանսիայի ընկերների հետ, հայ, որոնք ունեն այդ կառույցները եւ դրա համար նրանց հայերենը գուցե ինձ ավելի լավ է, հա, եւ նրանք ամբողջովին տեղեկացված են Հայաստանի հետ եւ այլն, բայց շատ կարևորում եմ այստեղ մի հատ խնդրի մասին խոսենք։ Ես հիմա ասում եմ, որ եթե չկան այդ 3 կառույցներից որևէ մեկը կամ ամբողջովին չեն աշխատում, դու ուրեմն ասիմիլացվում ես։ Բայց եթե կան այդ 3-ը, եւ եթե դու ունես հայկական խանութներ, հայկական ամեն ինչ, դու այլևս չես զգում, որ դու պետք է գնաս Հայաստան, որովհետեւ ամեն ինչ կա, համայնքը կա, դու փոքրիկ Հայաստանում ես ապրում։ Եվ համ նախանձով եմ ես նայում այդ իմ ընկերներին, բայց նաև գիտակցում եմ, որ նրանք կարիքը չեն զգում գալ եւ շոշափել Հայաստանը։ Զգալ այստեղի կյանքը, այստեղ մտնել, աշխատել, ինչ որ բան ստեղծել։ Այսինքն սա շատ մեծ դիլեմա է, այսինքն ունենալ ուժեղ սփյուռք։ Եվ եթե ունենալ ինչպիսի սփյուռք պետք է ունենաս եւ գալ Հայաստան, աշխատել Հայաստանում, շատ մեծ հարցեր են եւ հուսամ այսօր կբացահայտենք։ 2026 թվականն ենք ես ապրել եմ դարբեր երկրներում, ունեցել ենք շատ ավելի հզոր համայնքներ, եկեղեցիով, իր դպրոցներով, բայց հիմա նույնիսկ դրանց երեխեքը այո հայերեն չեն խոսում, գիրագյուր եկեղեցի չեն գնում, ամուսնանում են դարբեր ուրիշ ազգերի հետ, այսինքն նախանձի աչքով էլ չպետք է նայել, որովհետեւ թեկուս կան այդ կառույցները դարիներու ընթացքում զուլվում են արդեն մարդիկ։ Երեխեքը այս հաջորդ սերունդները շատ մեծ վտանգի տակ են, նույնիսկ ամենահզոր համայնքներում, որոնք Բեյրութն են, չգիտեմ, Փարիզն է, մարդիկ այլևս գապ չունեն, չեն ուզում նաև հայկական դպրոց ուղարկել, կարող է դարին մի անգամ այդ եկեղեցին այցելեն, դարին մի անգամ ծաղիկ տնեն հուշարձանի առջև, դա է ցավը, չի փրկում էս 3 կառույցները։ Այո, որովհետև սփյուռքը ցանկացած այլ երկիր, այսպես ասած, ինքը քեզ կլանում է։ Ես կարծում եմ անգամ մենք այստեղ Հայաստանում հասկանում ենք, չէ, երբ որ գալիս են այլ օտար երկրներից մարդիկ այստեղ, առաջի տարին շատ բարյացական կերպով ենք նրանց վերաբերվում, բայց եթե 1 տարի, 2 տարի հետո Ռուսաստանից, Ուկրաինայից ժամանած մարդիկ չեն սովորում ասել օրինակ բարև ձեզ, բարի գալուստ, եթե մենք օրինակ մտնում ենք սրճարան, սկսում է դա մեզ մի քիչ նեղել, չէ։ Մենք ուզում ենք, որ նրանք էլ դառնան մեր երկրի մասը, այսինքն դա շատ մարդկային է ինձ թվում է, նորմալ է։ Հիմա չեմ կարող ասել լավ է թե վատ է, բայց այդպեսին է։ Իսկ սփյուռքի վերաբերյալ ես կարծում եմ, որ դե օրինակ 90-ականներից պատերազմ տեսած երկիր, սովետ եւ այլն, այդ ժամանակ սփյուռքը անդադ սնվել է Հայաստանից եկող մարդկանցով, չէ՞, կարծես թե համայնքը անընդհատ նոր եկող մարդկանց է ընդգրկում իր համայնքում եւ այդպես ապրում է։ Բայց այս վերջի տարիների ընթացքում ես կարծում եմ այդ նույն հոսքը մենք չունենք, չէ, դեպի սփյուռք, որը լավ է, ու այդպիսով էլ գուցե ձևավորում այդ խնդիրը, որը դուք ասում եք, այսինքն ինքը ինստինկտիվ սկսում է փլուզվել, եւ ես կարծում եմ դա միայն հայերի հետ չի կապված, այլ բոլոր ազգերի մոտ էլ նույնն է, դիասպորա ասվածը հարատև բան չի կարող լինել։ Միանշանակ, պլյուս որ մի հատ վադա որ դժբախտության ժամանակ են ոտքի կանգնում, ես Ավստրիայում էի երկրաշարժի ժամանակ, մի անգամից մարդիկ սկսան հավաքվել, մարդիկ որ դարիներով չէինք տեսել, ասում են մենք հայերեն չէին խոսում, գալիս են մի բան դալու, հաշ լավ երևույթ է այդ ամեն ինչը, բայց ինչու միայն դժբախտության ժամանակ, ինչու պատերազմի ժամանակ պիտի այդ ագումբ փասահայտեիք կամ այդ կենտրոնը փասահայտեիք,
ինչու միան վատ ժամանակ է որ այսինքն մայրիկը եւ որ հիվանդ այն ժամանակ ես գնում իր մոտ թեղորայք բերում, բժիշկ բերում եւ այլն, իսկ եւ որ լավա ոչ էլ հարցնում է իր մասին, ոչ էլ իրան այդ ուրախություններն է սկիզբում որ ինքը ավելի առողջ դառնա ու առողջ լինելուց հիվանդ չեն լինում ու դրա համար այս որտեղից է եկած չգիտեմ, բայց մենք միան դժբախտության ժամանակ ենք իրար մոտիկ կանգնում, հետո արդեն բոլորը անդարբեր են։ Այդ անդարբերությունն է որ հասցրել է մեր մոտ այդ վիճակում, որ այսօր շատ քիչ դոգոսա որ հայրենադարձում են, դուք ել գիտեք ծեր 4 կողմը վստահ մարդիկ կան որ ծեր նման կարող են քայլ անել, բայց չեն անում։ Այս հաղորդումը դրա համար է։ Մենք ավելի եկեք խոսանք դրական բաների ծրագիրների մասին, որոնց մեկը դուք եկաք դրանով ստեղ եկաք ծրագրով, որի երդասարտները գալիս են ճիշտ է հազարավոր չեն, բայց այդ երդասարտները որ գալիս են մեծ մասը մնում են։ Այդ ծրագիրների մասին խոսանք, որ մոտիվացնենք մեր երդասարտներին այնտեղ, որ իրենք էլ այդ քայլին թիմեն։ Սիրով, ես բացատրեմ, որ իհարկե պատերազմի ընթացքում մենք համախմբվեցինք եւ ես այնտեղ սկսեցի տարբեր ծրագրեր իրականացնել, բայց ինչը բերեց ինձ Հայաստան, դա այն էր, որ իմ ընկերներից պատահական ինձ ուղարկեցին ծրագիր, որի անունն էր Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիր, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից, եւ ես ուղղակի զարմացած եմ, ասում այս ինչ ծրագիր է, ովքեր են, այս ինչ կառույց է եւ դա շատ տարօրինակ է, որովհետեւ ես Հայաստանից էի, ես պետք է որ իմանայի, որ նման կառույց կա եւ նման գործունեություն է վարում։ Եւ վերջին օրը ներողություն ով ուղարկեց էր իմ ընկերներից Շվեդիայից բայց ճիշտ չի որովհետեւ տեսփանադունը պետք է հավաքի ու տեսփանադուները այսօր չգիտեմ որ ժամին են փակվում ու գնում են դուն այդ սխալա իմ գարձիկով սիրելի տեսփաններ Բիդի ամեն օր ծրագիրների մասին խոսակ որ մարդոց քաշեք, փերեք, այնտեղ միան վիզա դալը չի կամ որոշ թղթերի ստորագրելը չի, պետք է այդ կորձը ամեն օր անի։ Դե պատկերացրեք, երբ ես մասնակցեցի եւ դարձա Շվեդիայի Սփյուռքի երիտասարդ դեսպանը, ես ինքս գնացի դեսպանատուն եւ ինքս պատմեցի դեսպանին։ Այդքան ոչ, չէին պատկերացնում ծրագրի իմաստը, այնտեղ մի քիչ դժվար էր ընկալելը, որ ես չեմ եկել որպես քաղաքական ինչ որ նշանակած անձ, ես Սփյուռքի հետ աշխատելու ունակություններ ունեցող մարդ եմ։ Մի խոսքով եւ այդպիսով դիմեցի ծրագրին, եկա Հայաստան 2 շաբաթով եւ այդ 2 շաբաթի ընթացքում էր, որ ես բացահայտեցի հայաստանյան ամբողջ, այսպես ասած, սպանակը, հա, քաղաքական, մշակութային, տարբեր կառույցներ գնացինք, հանդիպեցինք մարդկանց եւ իմաստը այն էր, որ եկող 1 տարվա ընթացքում ես պետք է փորձեի մեր Սփյուռքը, Շվեդիայի Սփյուռքը եւ մյուսին բոլոր գոլեգաները 16 երկրներից իրենց երկրներում փորձեին ակտիվացնեին համայնքը գրկին, հատկապես երիտասարդների հետ աշխատելուց։ Ես կարծում եմ, որ իմոտ բավարար լավ ստացվեց, որովհետեւ կապ հաստատեցի բոլոր ակտիվ, ոչ ակտիվ համայնքների հետ եւ աշխատանքներ էի տանում, բայց ինչ որ պահի ես հասկացա, որ ախր ինչքան կարող եմ փորձել մի բան ապացուցել կամ բացատրել մի համայնքի, ում ես իրականում ընդհանրապես փորձում եմ համոզել հետ տեղափոխվել Հայաստան եւ ինչ համոզելու կարիք էլ չկա։ Դու պետք է անես այդ քայլը եւ փառք Աստծո որ կա ծրագիր ինչպիսին է ի գործը նորից Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից, որին դիմեցի Եվ արդեն ամեն ինչ հավաքեցի Շվեդիայում ու որոշեցի տեղափոխվել Հայաստան։ Եվ այդ քայլն էր, որ այդ տարիների ընթացքում ամենամեծ ազդեցություն ունեցավ իմ համայնքի վրա եւ այն երիտասարդների ընկերների հետ, ում հետ ես շփվում էի, որովհետեւ նրանք ինչ որտեղ զարմացած էին, ինչ որտեղ սպասում էին, որ ես այդ քայլը մի օր կատարելու եմ, եւ մինչ այս օրս նրանք հարցնում են՝ դեռ այդտեղ ես։ Դեռ մնացել ես։ Դեռ զարմանում են, դեռ սպասում են, որ ինչ-որ պահի դու պետք է գուցե հանձնվես, թողես եւ գնաս։ Ինչու՞։ Սա է մեր հայրենիքը։ Զարմանալի է, չէ՞։ Եվ եթե դու ստացել ես այդ դրսում կրթությունը, բարձրագույն կրթությունը, աշխատել ես տարբեր կառույցների, տարբեր ազգերի հետ, միթե դու չպետք է հաջողես այն երկրում, որտեղ հիմնականում բոլորը հայեր են, դու հայերեն ես խոսում, դու պետք է որ այստեղ ավելի մեծ կարիքը ունենան եւ դու նաեւ զգաս, որ դու այս ամենի մեկ մասն ես, այսինքն կապ չունի ինչքան դու ասիմիլացվես, ես Շվեդիա միշտ զգում եմ գիտակցում եմ, նկատում եմ, որ ես տարբերվում եմ։ Մարդկանց հայացքների մեջ իրենք միանգամից նկատում են, որ իհարկե ես շվեդ չեմ։ Փառք Աստծո, որ ես տեսքով հայ եմ նման։
Ամենեն թվս գիտեք այդ որ ասեցիք ծրագիրը բադական ծեր ընկերոջ կողմից իմացակ դա զարմանալի որ այսօր շատ հայեր կան ծեր այսին երդասարդ վիճակով որ դեղյակ չեն դա ցավալին որ դեղյակ չեն եթե մի հատ այդ գայծը ստեղծվի ու այդ քովազդային բահը երևի մենք հայերս քովազդի խնդրեմ ունենք որովհետև ունենք շատ բաներ բայց քովազդ չունենք վերջերս բայց շատ լավ բան Repeat Armenian որ pedagogan գարույց չի ամենեն թվս տարբեր քաղաքներ ֆինանսավորվեց ինչ որտեղից տարբեր քաղաքներ գնացին թեպի Հայկը եւ տարբեր ծրագիրներ իրար հետ կացին համայնքների մեջ մտան մի օր ստեղ մի օր ընդեղ Հոլանդիայում Ֆրանսիայում չգիտեմ Անգլիայում գնացին ու ամեն մի դեղ հավաքեցին երդասարտներով կովազդեցին ասեցին որ եթե դուք էլ չեք լսել այս ծրագրի մասին տեսփանադան միջոցով կամ ուրիշ տեղերի միջոցով դուք էլ փորձեք կալ ու շատ մարդիկ այնտեղ արթնացան այս քովազդի բահը շատ կարևոր է որ դուք չպիտի լսեք ընկերոջ մե պիտի լսեք pedagogan գարույցից ու ասեմ որ դուք ինչ եք անում այստեղ եկեք այս ծրագիրը միացեք ինչպես անենք որ այս շատ մարդ իմանա ճիշտ է սոցիալական ցանցով էլ գա բայց որ կա մեկը ցես բացադրի ինչ որ մի դեր այս ամեն ինչի մասին դուք ավելի կմոտիվացնից ու ցես գբերի Հայաստան Համաձայն եմ Ինչ է աշխատել եք Սփյուռքում ինչ եք կարծում ոնց պիտի անենք որ շատ մարդիկ իմանան Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ այն առումով որ մենք պետք է տեղեկացնենք որպես եթե կառույց է կառույցը ինքը պետք է գնա եւ փորձի այդ տեղեկատվությունը բաժանել հա տարբեր համայնքների միջև բայց միթե այստեղ չկա պատասխանատվություն Ես կարծում եմ որ ես ինքս ին վրա իմ պատասխանատվությունը դնում եմ եւ զգում եմ որ իսկ ինչպես է որ ես ինքս չէի օգտվել համացանցից եւ փորձել գոնե Google անել օրինակ repatriating to Armenia հա տեղափոխվել հետ Հայաստան ինչպես ինչ կա չի արել չէ այսինքն պատասխանատվությունը ինչ որտեղ ես ինքս կրում եմ եւ եթե այդ ցանկությունը առաջ լիներ ես բնականաբար դա կանեի այսինքն Ես ցանկանում եմ որ սա ոչ թե լսվի որպես մեղադրանք, այլ պատասխանատվություն։ Եթե դու ինքդ քո մեջ ունես այդ մտորումները, ընդհանրապես այդ ձգտումը պետք է ունենաս, գոնե փորձես գտնես տեղեկատվություն։ Եվ կարծում եմ, որ մեր պատասխանատվությունն է իմ եւ քո եւ մյուս մեր ընկերների Սփյուռքայի, ովքեր տեղափոխվել են Հայաստան, որ կիսվենք այս մեր փորձառությամբ կապնվենք եւ եթե կասկածում ենք որ ունենք որևէ ընկեր, որը դեռ համոզված չէ, դեռ ինչ որ վախ ունի, մտահոգություններ ունի, իր հետ կապնվենք, ասենք ինչով կարող ենք օգնել։ Ես ինքս նույնպես այդ քայլին չդիմեցի։ Ես չփորձեցի կապնվել այստեղ տեղափոխված հայերի հետ մինչ իմ գալը կրկին, որովհետեւ եկեք ասենք, հա, մենք հայերս ինձ թվում է բավականին հպարտ մարդիկ ենք, մենք սիրում ենք առանձին կղզյակների մեջ ապրել, հա, սա իմ կղզին է, սա ձերն է, չենք սիրում ուրիշից հարցնել կամ ասել, որ մենք չգիտենք, կպատմես ինձ, ես շատ կցանկանամ, որ մենք այս մոտեցմամբ հասկանանք այս մեր խնդիրը, որ մենք կարծում ենք, որ մենք բոլոր պատասխանները գիտենք, ես ինքս ինձ քննադատելով եւ այսպես ազնիվ լինելով փորձում եմ բացատրել, որ դա նորմալ է Բայց ահա, եթե մեզ հիմա հենց այս պահին լսում են, ուրեմն կհավատան ինձ, երբ ես ասեմ, որ ես նույն իրավիճակում եղել եմ, եւ եթե ձեզ պետք է այդ փոքրիկ կրակը, որ լավ փորձեմ, ինչ ունեմ կորցնելու, ահա ես ձեզ ներկայացնում այդ պահը։ Գիտեք, հբարդության բանն էլ շեմնելա անցած, որովհետեւ մենք կարաս համացանց մտնել, վիդեոներ դիտել, մենք դուք 126-րդ հյուրն եք մեր, մենք YouTube-յան ալիքով կարելի է նայել որի դարիքը ցանկացած մարդու դարիքի հարմար է այդ ինտերվյուում մոտ 30 րոպեյանոց լսել ու համոզել գարիք չկա երթաս ասես որ չէ ես չեմ ուզում հարցնեմ նա TD այնտեղ նաև չաթեր կան Repeat Armenia կքրես կհարցնես կուզես չես ուզի այդ ցանկությունը ինչքան մեծանա ինչքան ավելի քիչ բարիերներ կտեսնես քո առջև ու նաև այդ 6 ամսվա ծրագիրներ կան ոնց որ դեպի հայտնա չեն ասում բոլորը պետք է կանոն մնան չեն ասում բայց այդ 6 ամիսը ցանկից դրամատրել ու կալ այդ գամավորական կորձերի մեջ դեսնել աչքով քյուղերը մեծ քաղաքները բացի Երևանը կամ Երևանը թեգուս թեմու մարդիկ գալիս են թումոյում ներողություն գալիս են դասավանդում են հետո ողջևորվում են ու մնում են այս բոլորը եթե չանես չես կարա դեղափոխվես ու դա է ցավալին որ մարդիկ այդ 6 ամիսը չեն դրամատրում բայց ուրիշ բաների դրամատրում են իրենց
սորտ համարթու ես հիմա համոզված եմ ինչու ենք հազարավոր չենք գալիս շատ քիչ քանակով ենք գալիս որովհետեւ մարդ կա որ շատ համոզվում է ասում է ինչ ուզում է թող լինի ստեղի ցանկով ես համոզված եմ դուք Շվեդիա ապրեցիք 13 տարեկանից մինչև որոշ տարիք Գան այդ բաները որ մարդիկ երազում են չգիտեմ ինչ են այդ երազանքները որ 1-2 օրվա մեջ կարաս անես ու բրձնես արդեն բայց դուք ինչպես եք տեսնում ընդեղի ու ստեղից էր ցանկը որպես ինեսա այս տարիքում ինչպես է ծեր դարբերությունը ընդեղի Ինչի՞շտ է գարոդում եք, բայց շուտով ուզում եք ստեղ գալ։ Ինչն է դարբերությունը առօրյա կյանքի կորձից բացի կամ կորձի առումով էլ նաև։ Ես կարող եմ նկարագրել այդ վերջին օրը կամ այդ օրը, որ ես կայացրեցի որոշումը Հայաստան տեղափոխվելու։ Իհարկե դրանից 2 տարի առաջ Արցախում ես արդեն որոշել էի, որ օքեյ, 2 տարուց ես տեղափոխվում Հայաստան։ Բայց դու որպես անհատ, որպես, չգիտեմ, երիտասարդ աղջիկ, կին, ինչ որ մտորումներ ունես, որ գուցե մի քիչ էլ սպասեմ, գուցե սա էլ անեմ ու հետո նոր։ Չի վերջանա դա։ Եվ ես հիշում եմ ուղղակի ավտոբուսի մեջ էի նստած, գնում էի աշխատանքի։ Նայում եմ պատուհանից դուրս մռայլ երկինք, նայում եմ մարդկանց մռայլ դեմքեր, ոչ ծանոթ դեմքեր։ Իհարկե ես ինձ զգում եմ որպես Շվեդիայի քաղաքացի նույնպես եւ ես շատ հպարտ եմ դրա համար եւ ամեն ինչ անում եմ այդ երկու երկրների համագործակցության համար, բայց ես հասկացա, որ սա իմը չէ։ Ես այլևս չէի կարող հետաձգել դա, որովհետև կարծես ինքս իմ դեմ գնայի ու մի բանը ձեզ նկարագրեմ, մի օր կարդացի մի տեքստ, որը կապված էր այն մարդկանց հետ էր տեքստը նրա մասին էր, որ մարդիկ ովքեր թողել են Հայաստանը եւ գնացել են, կարծես դու որպես անհատ ձուլվում ես, կիսվում ես։ Ինչ որ մարդու, քո միջի մարդուկին, այսպես ասած, ես կարծես Ինեսային փոքրիկ թողել էի Հայաստանում Եվ գնացել էի 16 տարի։ Ու կարծես թե եթե ես մի քիչ էլ զգեի այդ կապը մեր միջև, մեր միաձուլման, այդ երկու հոգիների, ինձ թվում է ես ինձ ամբողջովին որպես անհատ կկորցնեի։ Ու այդ զգացումը ես ունեցա, երբ Հայաստան տեղափոխվեցի ու ամեն Աստծո օր այս 2.5 տարվա ընթացքում ես արթնանում եմ ու ինձ ամբողջական եմ զգում։ Որ այդ երկու մարդիկ իրար հետ են, համագործակցում են, իրար դեմ երբեմն պայքարում են, բայց գոնե միասին են եւ ես շատ կցանկանամ այդ բերկրանքը մարդիկ զգան ինչ է նշանակում եւ ոչ միայն այն մարդիկ ովքեր թողել եւ գնացել են ես կարծում եմ անհատները ովքեր նաեւ ծնվել են Սփյուռքում իրանց համար էլ չէ ինչ որ պատկերավոր Հայաստան գործում իրենք նայում են տարբեր տեսոլովակներ, նկարներ, չգիտեմ, ֆիլմեր եւ կարծես թե քո այդ մի մասնիկը Հայաստանում շրջում է, տեսնում է ամեն ինչ Արարատին է նայում, զմայլվում, բայց այդ մարդուն էլ պետքա հետ գալ, բարևել, ասել, արի մի հատ բացահայտեմ քեզ, հա, տանջում է այս հարցը ինձ շատ ժամանակ, որ մարդիկ այդ համարձակությունը չեն ունենում, որ գոնե գան եւ հասկանան այդ ինչ մտորում է, որ իրենց գիշերը հանգիստ չի թողում։ Այո, երազը որ հասանելի է, բայց չես ուզում հասնես այդ երազին, զարմանալի է։ Գուցե վախենում են, որ այդ երազանքը իրականացնեն։ Բայց մենք էլ այդ վախը ունենք, թեկուզ վախեցար մի բան եղավ սխալ, հետ կարող ես գնալ, այսօր որ թարնե որ չի կարողանաս հետ գնալ։ Շատ հեշտ է։ Դուք ի՞նչ եք սիրում Հայաստանը։ Շատ ընդհանրական կլինի իհարկե որ ասեմ ամեն ինչ, բայց ես սիրում եմ, որ իմ շուրջ բոլորը հայերեն են խոսում։ Ես սիրում եմ այստեղի մտահոգությունը, որ ես զգում եմ հասարակ անծանոթ մարդկանցից, որ եթե քո հետ ինչ-որ բան պատահի, դու վստահ պետք է իմանաս եւ գիտես, որ մարդիկ կգան քեզ օգնելու։ Ես սիրում եմ անխոսակցությունները, որ ես ունենում եմ տաքսի վարորդների հետ ամեն օր։ Անծանոթ մարդկանց եմ ես սիրում։ Ես սիրում եմ ջերմությունը, ես սիրում եմ այն անցած ճանապարհը, որ ես գիտեմ իմ ժողովուրդը շատ դժվարությամբ կրել է վերջի տարիներին, բայց միևնույն է հույսը իրենց մեջ չի մարում։ Եվ ինչքան էլ որ ես դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր մեզ հարցում են, ինչի ես թողել այդ Շվեդիան եկել, ես նույնքան էլ գիտակցում եմ, որ այդ խոսակցության վերջում իրենք միշտ ասում են ճիշտ ես արել, լավ ես արել, սա է մեր հայրենիքը, ես էլ եմ սիրում, ինչի պետքա գնանք, այդ խոսակցությունը եթե դու թողնում ես, որ իրականանա, վերջում այնքան հաճելի է ուղղակի քեզ տանես գալ։ Անկամ եթե ես այստեղ շատ բարեկամներ չունեմ, ընտանիքս դեռ Շվեդիայում է, հայրս այստեղ է եւ իմ քույրիկները եւ եղբայրը նույնպես,
բայց միևնույն է շատ մեծ շրջապատ չունեմ, բայց դա ինձ պետք չէ։ Ես ունեմ մի ամբողջ 3 միլիոնանոց ընտանիք։ Փողոցը որ քայլում եք, ինչքան չերմ է մարդիկ իսկապես գողքով անցնելուց, եթե մի անգամ ես հանդիպել գալիս են չերմորեն բարևան, ճիշտ է, Եվրոպայում այդ բացակայում այդ գղզիացումը գա, ճիշտ է իրենք հավաքական նաև ուժեղ են, բայց այդ գղզիացումը գա անհատների, այսինքն կորձից հետո այն մարդիկն իր կյանքով ասպարում, որը նաև դեպրեսիայի է դառնում։ Մենք թեկուզ դադիկի ծնունդին 20-30 հոգով հավաքվում են ու շատ լավ եմ քննադատում այդ, որովհետև դա որ մարդկանց ուրախություն նաև ստեղծում է ու դեպրեսիայից հանում է, ճիշտ է, ունենք խնդիրներ, բայց ընդանեկան այդ միասնականությունը ու նաև ընկերների մեզ փրկում է կարծում եմ։ Իրոք փրկում է եւ ես իրոք ամեն այսօր մի բան կլիներ, եթե ես այստեղ նստած լինեի եւ մեկ ամիս առաջ տեղափոխված լինեի, չէ, շատ մեծ տպավորություններով, բայց իրոք ես ինձ միշտ ասում են, դե կտեսնես 1 տարի հետո արդեն ուրիշ ձև կզգաս, հետ կցանկանաս գնաս։ Ոչ, ես այստեղ եմ ու ինչ որ բան ապացուցելու համար սա չեմ ասում, ընդհանրապես իմ ազնիվ կարծիքն է, այն զգացմունքն է ու Հայաստանը իմ ամենամեծ զգացմունքն է, այդպիսով Դուն եք եկել։ Տուն եմ եկել։ Այսինքն ինչքան գալի է հյուրանոցում մնալ։ Ինչ լավ ասացիք։ Որքան որ շքեղ լինի, 5 աստղ լինի, ինչքան կարելի է, հետո պիտի կասկոդունը թո ամենա նույնիսկ խեղճ վիճակով դունա, սիրում ես այդ քո անգույնը որ ծնվել ես, մեծացել ես, դու ես կառուցել, դու ես ամեն մեկ բահարանը, սեղանը արել, դա կարևորը։ Ես նաև Ավստրիայում հիշում եմ, որ տարիներ ապրեցի մի շենքում, մի անգամ երկուշաբթի առավոտ մի հատ մարդ վերելագում հանդիպեցինք, ասեց ինչ արեցիր, երկուշաբթի էր, ասեց ճանապարհի վրա մի օր առաջ մայրուղով գալիս էի ես Վիեննա, ինքը ասեց 3 սարքեցիր, ագա ասեց ավտոյի։ Ես էլ այո, ճիշտ է, այդ մի քանի կիլոմետր Վիեննա չի հասած, ագս թողել էր ու ես սարքում էի։ Ասում եմ միտքիս մեջ ես մարդը տեսել է, անցել է իմ գողքով, չի առաջարկել ոչ մի բան ու հերիք չի հաջորդ օրը ինձ ասում որ տեսած ես սարքեցիք իր մտահոգությունը սարքվեց, թե չի սարքվեց։ Իհարկե պիտի սարքվեր, չի մնա այնտեղ։ Ու պատկերացնում եմ նույն բանը որ Հայաստան լինում է, այսինքն մի 7 հոգի հավաքվում ասում են հերիք կա։ Դա ճիշտ է, դարբերությունը մեծ է, բայց մենք էս ենք սիրում։ Իրենք էլ էդ են սիրում, ոչ մեղադրելու է, ոչ էլ մեզ մեղադրելու է։ Մենք էս սևով ենք մեծացել, էս երկրի ավանդույթները ասենք կամ բնավորությունը մարդկանց, մենք սրան ենք պատկանում, իրենք դրան են պատկանում, ոչ ոք պետք չէ բարդատրի Իրանը, բայց ապրիր այդ դեղ որ դու պատկանում ես։ Դրանից ավել չենք կարող ասել։ Ոյ, այդ պատկանելության հարցը շատ կարևոր է, երևի ձեր նախորդ հարցերին այդ մասը բաց թողեցի, պատկանելության զգացման մասին է խոսքը։ Եթե դու իրապես զգում ես, որ դու ամբողջովին պատկանում ես այն երկրում, որտեղ դու ծնվել ես կամ տեղափոխվել ես եւ դա քոնն է, խնդիր չկա։ Ես իրոք չեմ ցանկանում, որ մեր սփյուռքահայ ընկերները, որ մեզ լսում են, մտածեն, որ մենք մեղադրում ենք կամ համոզում ենք կամ փորձում ենք ինչ-որ բան ապացուցել, զուտ կիսվում ենք այն փորձառությամբ, այն տոկոսի հետ կամ նրանց համար, ովքեր այդ հարցադրումը ունեն, կամուկած են։ Այդ կամուկացի համար է, որ դուք հենց այս պահին ինչ եք դրել, մեզ լսում ընդհանրապես, ինչ որ պատճառ կա եւ ինչ որտեղ սա մի խոսք է, որը շատ եմ կրկնել, որ հայրենասիրությունը գործնական երևույթ է։ Դու կարող ես Հայաստանը հերվից սիրել, բայց դա ցավով եմ ասում, Հայաստանի համար որևէ բան չի փոխում։ Եվ շատ անհարգալից է, երբ մարդ, ով երբեք Հայաստանում չի եղել կամ չի պլանավորում տեղափոխվել, աշխատել անգամ կարճ ժամանակով ինչ-որ ներդրում ունենալ, հերվից դատապարտում է այստեղի ապրելակերպը կամ որևէ բան Հայաստանի հետ կապված։ Հասկանում եք, մենք այստեղ ենք ապրում, մենք հարկեր ենք վճարում, մենք իրոք ամեն կերպ ցանկանում ենք օգտակար լինել մեր երկրին եւ շատ ցավալի է երբ իմ սփյուռքահայ որոշ ընկերներ կամ բարեկամներ հազար ներողություն, բայց Հայաստանին դատապարտում են, օրինակ ասելով, որ դե այդ երկիրը երկիր չի դառնա կամ նման բաներ, այնքան ցավալի է։ Դրա համար ենք ստեղ, որ մենք էլ փոխենք, մենք էլ գիտենք, որ շատ վատ բաներ կա, բայց եթե ստեղ չլինենք ինչու, ով պիտի փոխի հրաշք,
ու մեզ պետք է այդ էմիգրացիան կամ չգիտեմ ոնց բացատրեմ, այդ ներհոսքը մեզ պետք է, որովհետև ցանկացած իրավիճակում, եթե դու չգիտեմ, նստում ու մտածում ես, որ շարունակենք կրկնենք նույն բանը եւ սպասենք այլ ռեզուլտատի, այլ ռեզուլտատ ստանանք այս արդյունքի չի լինելու, դա ես չեմ ասել, չէ, Էյնշտեյնը ասել, եթե դու կրկնում ես նույն բանը, այսինքն հիմա ունենք այս նոր մոդելը, ի գործը տարբեր ծրագրեր, որոնցով սփյուռքից գալիս է այդ ներհոսքը եւ փոխում է այստեղ մտածելակերպ, աշխատաոճ եւ այլն, եւ մարդիկ իհարկե սկզբում մի քիչ ընդդիմանում են, որովհետեւ սովոր են հնին, բայց եթե դու հարգանքով բացատրում ես, փորձում ես համագործակցել թիմային աշխատանք ստանալ, ես համոզված եմ եւ իմ փորձից, իմ ընկերների փորձից եմ ասում, ձեզ մոտ ստացվելու է։ Ցանկանում ես մի բան փոխել, եղիր ինքդ այդ փոփոխությունը բերողը։ Այսա ձեր խորհուրդը գարջ արդեն ավարտում ենք։ Այդ հարցադրմանը ինքդ քո մեջ որ դու ունես, արդյոք պետք է, իսկ եթե չստացվի, իսկ եթե չկարողանամ արա այդ քայլը, որովհետև կյանքը ռիսկեր է սիրում եւ ես կարծում նաեւ ռիսկեր վերցնող մարդիկ բարգեւատրվում են, չգիտեմ, տիեզերքի կողմից, Աստծո կողմից, ուրիշ մարդկանց կողմից երբեք սխալ չի հետ վերադառնալ տուն։ Շնորհակալ եմ Ինեսա ջան, այս լավ զրույցի համար, հույսով եմ մարդիկ տեսնեն, լսեն մեզ ու որոշում առնեն ու այդ քայլը թիմեն։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Ստեսություն։